Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շրջաղմուկը չի մարում։ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանն այսօր հայտարարել է, թե գազաններին կենդանաբանական այգի տեղափոխելու առաջարկը բացառապես նրանց անվտանգությունն ու մասնագիտական խնամքն ապահովելու նպատակ է ունեցել։ Անվտանգության մասին քաղաքապետարանի այս հայտարարությունը Ծառուկյանի մամուլի քարտուղարի Վետա Տոնոյանը տարօրինակ է որակում։ Առավել քան տարօրինակ է այդ հայտարարությունը, որտեղ մենք հասկացանք, թե կենդանիների անվտանգության նկատառումներով իրականացված այդ գործողությունը ինչպեսի ցավալի հետևանքների հանգեցրեց, մասնավորապես իրենց քննեցումից հետո չարտնացավ առիթներից մեկը։ Եթե անվտանգություն ասելով սա է նկատի ունեն քաղաքապետարանի աշխատակիցները, ապա շատ ցավում եմ անվտանգության մասին ունեցած իրենց պատկերացումների համար։ Քաղաքապետարանը սակայն պնդում է, կենդանիների տեղափոխման առաջարկը որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել, իսկ առյուծի անկումը քաղաքականացնելու փորձերը մանիպուլյացիա են։ Կենդանիներին պետք էր տեղափոխել մի տարածք, որը միակն է մեր երկրում, որտեղ նրանք կարող էին լինել մասնագետների մշտական հոգացության և խնամքի ներքո։ Սա էր առաջարկի միակ, ոչ քաղաքական, բացառապես բնապահպանական մղումը։ Վետա Տոնոյանը վստահեցնում է, կենդանիների խնամքն ու պահման պայմանները պատշաճ են եղել, անվտանգության որևէ խնդիր չի եղել։ Կենդանիների անվտանգությանը որևէ բան տվյալ տարածքում չէր սպառնում, ավելին նրանց կենսագործունեության համար ապահովված են եղել լավագույն պայմանները, լավագույն մասնագետները զբաղվել են նրանց խնամքով, նրանց կերակրման աշխատանքներով։ Օրերս կատարվածի առնչության հայտարարություն տարածեց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, որում ըստ էության ասում է, իշխանությունը պատասխանատվություն չի կրում կատարվածի համար։ Առյուծը տարեց էր և լեուցիստ, ինչը գենետիկական առանձնահատկություն է և հաճախ ուղեկցվում է առողջական թաքնված խնդիրներով։ Ըստ հիմնադրամի, խոշոր կաթված գիների տեղափոխումը հնարավոր է միայն քնեցման միջոցով, և նման միջամտությունների դեպքում, նույնիսկ եթե դրանք իրականացվում են պլանային պայմաններում, ռիսկերը լիովին բացառել հնարավոր չէ։ Միաժամանակ քննչական կոմիտեից հայտնել են, որ էգ առյուծի քնեցումից չարթնանալու հանգամանքները դարձել են քննության առարկա։ Ուշագրավ է, որ այս դեպքով ոչ թե առանձին վարույթ է հարուցվել, այլ այն քննվում է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մինչ հասարակությունը քննարկում է Սառա անունով 12-ամյա սպիտակ առյուծի անկման պատճառները, իշխանությունները շարունակում են բռնագրավել Ծառուկյանի կենդանիներին։ Այս կոկորդիլոսները 3 են Ծառուկյանին պատկանող տարածքից տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի։ Ի տարբերություն 2 առյուծների և 4 վագրերի, որոնք դեռ կարանտինային պայմաններում են պահվում, նոր միջավայր տեղափոխվելուց անմիջապես հետո 9 կոկորդիլոսները հանվել են ցուցադրության։